Նրան տապանում հյուրընկալել եմ իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հավերամար։ Մեր զրույցը սկսելու ենք իհարկե Իրանից, Իրանում տիրող իրավիճակից, եւ քանի որ թեման ընդգրկուն է, ես մի քանի հարց հնչեցնեմ, փորձենք ամփոփել, ընդհանուր ներկայացնել իրավիճակը, ինչով էր կարևոր եւ սկզբունքային հոգեվոր առաջնորդի ֆիզիկական ոչնչացումը եւ արդյոք նրա մահը այդ սցենարի հնարավորության հանդեպ Իրանում եղած թերահավատության արդյունք էր, որքան կարող է տևել պատերազմը, Թրամփը մինչև 4 շաբաթ ժամկետից է խոսում, եւ Իրանի պատասխան հարվածների արդյունավետությունն այս պահին մենք գիտենք, որ երկրում վրեժի այդ կարմիր դրոշն է բարձրացվել։ Նախ ուզում եմ ասել, որ ճիշտ չի Իրանին հոգևոր առաջնորդ ներկայացնել Խամենեին, իրեն ճիշտ է ներկայացնել գերագույն առաջնորդ, դա մենակ ինքը հոգևոր հարցերով չի, բոլոր հարցերով ինքն է։ Իրականում Իրանը ունի նախագահ, բայց որի լիազորությունները, իշխանությունը շատ սահմանափակ են, բոլոր հարցերը լուծում է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, եւ նա այդ ռեժիմի խորհրդանիշն է։ Հոգեբանական առումով շատ կարևոր էր հակառակորդներին, ԱՄՆ-ին եւ Իսրայելին, հենց այդ ռեժիմի գլուխը ոչնչացնել։ Իրենք օրինակ Փեզեշքյանին վերացնելու նպատակ չեն դրել եւ նույնիսկ փորձել չեն արել իրականում։ Բայց շատ կարևոր էր տարիներ շարունակ փորձում էին Խամենեին այսպես սպանել որպես ռեժիմի առաջնորդ։ Դրա համար իրենց տվյալներով, իրենց, այսպես ասեմ, վերլուծությամբ պետք է այդ սպանությունը, Խամենեի սպանությունը բերեր նրան, որ ռեժիմը ներսից կփլուզվեր, բայց դա ոնց որ թե տեղի չի ունենում ամենայն դեպս Այս պահին այո, շատ կուռ համակարգ է գործում եւ ընդհանրապես էլի իշխան զինվորականների կամ քաղաքական իշխանության ներկայացուցիչների երբ որ սպանում են, անմիջապես փոխարինող է հայտնում եւ կարծես թե այս առումով ԱՄՆ-ի եւ Իսրայելի պլանները չեն հաջողվում։ Չնայած ել եմ ասում, Խամենեի սպանությունը հոգեբանական առումով շատ մեծ նշանակություն էր։ Նա 40 տարի, մոտ 40 տարի ղեկավարել է այդ երկիրը եւ բավականին, այսպես ասեմ, շատ ազդեցիկ ֆիգուր է համարվում Իրանում։ Հարցերս հիշեցնեմ, հաջորդ հարցը որքան ժամանակ կարող է տևել պատերազմը, Թրամփը 4 շաբաթ ժամկետ։ Պատերազմի տևողությունը մի քիչ դժվար է ընդհանրապես, այսպես մոդելավորել, որովհետեւ շատ բարդ երկիր է Իրանը եւ Իրանը Վենեսուելա չի, որ մի օրում երկրի նախագահային առավանգեն հարցեր լուծեն վերջ։ Ոչ էլ Իրաք է, Սադամ Հուսեյնի Իրաքն է, որ 2 շաբաթում հարցեր լուծեն։ Այն շատ հզոր երկիր է, աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը, ունի շատ հզոր, այսպես ասեմ, պաշտպանական համակարգ ունի եւ այլն, այնպես որ իսկ պատերազմներում շատ անկախատեսելիության գործոնը միշտ կա։ Ամեն ինչ չի որ այսպես հալածյուղի նման է գրում, միշտ լինում են բաներ, որոնք որ նախատեսված չեն եղել, լինում են հաշվարկներ, որոնք որ արված չեն եղել կամ հետո սխալ են դուրս գալի։ Իմ կարծիքով մոտ 1 ամիս կարող է տևել միջև։ Հիմա արդյունավետությունը այդ հարվածների պատասխանը դուք ինչպես եք գնահատում այս պահի դրությամբ։ Շատ թույլ եմ գնահատում, իրական շատ թույլ է այդ արդյունավետությունը։ Տեսեք, նախորդ տարվա 12 օրյա պատերազմի ժամանակ էլի 20-ից ավել բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ սպանվեցին Իրանի։ Դրա փոխարեն Իրանին չի հաջողվել որևէ զինվորականի, գեթ 1 զինվորականի սպանել իսրայելցի։ Բոլոր զոհերը եղել են խաղաղ բնակչության շրջանում Իսրայելի։ Այս անգամ էլ է նույնը կրկնվում։ Տեսնում ենք էլի բազմաթիվ զինվորականներ, բարձրաստիճան զինվորականներ երկրի գերագույն առաջնորդը սպանվեցին եւ որևէ իսրայելցի զինվորական չի սպանվել։ Պատասխան հարվածները գրում են սպոնտան բնույթ, այսպես։ Դա ինչի ցուցիչ է, այսինքն ինչու են անարդյունավետ այդ հարվածները։ Դա ցուցիչ է Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական գերակայության Իրանի նկատմամբ։ Առաջի հերթին։ Իհարկե, այնտեղ նաեւ շատ կարեւոր հարվածներ եղել են Իսրայելին, որ այսպես քաղաքացիական օբյեկտներ են ոչնչացվել։ Բազաներն են տարբեր երկրների թիրախավորվում։ Այո, բազաներն են ամերիկյան թիրախավորվում։ Հիմա սա տարածաշրջանային պատերազմ գնահատել այս պահին կամ բնորոշ։ Դες պահին այո, տարածաշրջանային է, հուսամ եւ կարծում եմ դա չի վերածվի համաշխարհային պատերազմի, որովհետեւ
ամեն դեպքում այսօր այս բան 10-ից ավել երկիր ներգրաված է այս պատերազմի մեջ։ Ոմանք ուղղակիորեն, ոմանք անուղղակիորեն։ Այս անգամվա տարբերությունը նախորդ պատերազմի հետ այն էր, որ Իրանը այլևս միանշանակ հարվածում է ամերիկյան ռազմաբազաներին, ռազմական թիրախներին։ Նախորդ տարվա պատերազմի ժամանակ դա կրում էր այսպես ձևական բնույթ, օրինակ նախորդ տարվա պատերազմի ժամանակ երբ որ ԱՄՆ-ն հարվածել էր Իրանին, դրանից հետո Իրանը ի պատասխան դրա նախապես ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ պետք է հարվածի Քաթարում գտնվող ամերիկյան բազային, ամերիկացիներին այսպես ասեմ, ամերիկացիները էվակուացրել են իրենց բոլոր այս զինվորականներին եւ այդ հարվածը ընդհանրապես ձևական բնույթ էր կրում։ Այս անգամ այդպես չէ, այս անգամ խփում են բավականին շատ եւ զոհերել կան ամերիկացի զինվորականների շրջանում։ Ճիշտ է, էլի մեծ չի այդ թիվը, բայց կան այնուամենայնիվ։ Եվ նաեւ էլի ցուցիչ է, որ դեռևս եւ նախորդ 12-օրյա պատերազմի ժամանակ եւ այս անգամ դեռևս Իրանը չի հաջողվել որևէ ամերիկա-իսրայելական կործանիչ խոցել։ Ամերիկացիները 3 կործանիչ են կորցրել, բայց դա եղել է սխալի պատճառով Քուվեյթի հոպ համակարգն է սխալմամբ խոցել ամերիկյան ինքնաթիռները, կործանիչները։ Իրանցիներին չի հաջողվել որևէ կործանիչ խոցել։ Սա ցույց է տալիս, որ շատ հզոր գերակայություն, գերիշխանություն ունի օդում ԱՄՆ-Իսրայել դուետը, տարբեր տվյալներով մինչև 200 կործանիչներ Իրանի երկնքում, այսպես ասեմ, ռազմական թիրախներ են խոցել երկնքից, ներխուժել են Իրանի օդային տարածք եւ չի հաջողվում հոպ համակարգ Իրանի թույլ է եւ ինչպես նախորդ պատերազմում հիմա էլ իրենք չեն կարողանում այս հարցը լուծել։ Իրանը ունի շատ լավ հրթիռային համակարգ է փոխարենը։ Իրան միակ առավելությունը այսօր իր հրթիռներն են։ Ունի շատ լավ գերձայնային, տարբեր տեսակի հրթիռներ, մինչև 2000 կիլոմետր խփող։ Եվ այդ հրթիռների միջոցով ինքը հարվածներ է հասցնում Իսրայելին կամ ամերիկյան ստորաբաժանումներին, բայց ել եմ ասում, միայն դա բավարար չէ, որպեսզի այսօր պատերազմ կարողանաս հաղթել այնպիսի երկրների, ինչպիսին Իսրայելն ու ԱՄՆ-ն են։ Դրա համար պետք է ունենաս կործանիչ ավիացիա եւ հզոր հոպ համակարգ, որը որ Իրանը չունի այսօր։ Ես առումով դեռևս մեծ հաջողություններ իրենք չունեն։ Չնայած որոշ քայլեր անում են, ասեմ, այնտեղ կործանիչ իրանական ազգային կործանիչ, այսպես ասեմ, ստեղծելու որոշակի քայլեր արվում են, Քոսար է կոչվում այդ կործանիչը, բայց դե իհարկե դա նախնական մշակման փուլում է, դեռևս իհարկե չի կարող մրցակցել ամերիկյան կործանիչների հետ։ Այսինքն այդ վրեժի մասին հայտարարությունը դա զուտ դեմքը փրկելու համար է եւ իրենց իրական պոտենցիալը ներուժը գնահատված չէ։ Չէ, գնահատված է, իրենք փորձում են վրեժ լուծել, այնպես չի որ չեն փորձում կամ չեն ուզում, բայց չեն կարող այսօր։ Իրենց դեմ մի հատ հզոր ռազմական մեքենա կանած, որը որ ուղղակի շատ գերճշգրիտ, գերփայլուն կերպով գործում է։ Ինչքան կարում են վնաս են տալի, իհարկե, այնպես չի որ դա ձևական բնույթ է կրում, բայց այսօր պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն աշխարհի թիվ 1 գերտերությունն է։ Այդ թվում նաև բնականաբար ռազմական առումով Իսրայելը էլի շատ, այսպես ասեմ, անհամեմատարի ավելի ուժեղ է, քան Իրանը։ Եվ այդ երկու ուժի դեմ միաժամանակ պայքարելը Իրանի համար շատ դժվար է եւ իրանցիներն էլ որքան կարողանում են էլի պատասխան հարվածներ են հասցնում, բայց ուժերը անհավասար են։ Ակնհայտորեն ԱՄՆ-Իսրայել տանդեմը գերակայություն ունի, գերիշխում է Իրանի նկատմամբ։ Դուք ասացիք գերագույն հոգևոր առաջնորդի սպանությամբ համակարգը չփլուզվեց կամ քաոսի մեջ չհայտնվեց։ Հիմա դա նշանակում է, որ իրենք այդ սցենարին պատրաստված են եղել։ Այո, որոշ ժամանակ առաջ միջազգային մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ռահբարը, դա գերագույն առաջնորդին այդպես են ասում Իրանում, Խամենեին, Ռահբարը նաև այս տարբերակին է պատրաստվել, նա նշանակել է մարդկանց, որ իր դեմ համանական մահափորձի դեպքում այդ մարդիկ անմիջապես փոխարինեն իրեն։ Այս տարբերակն էլ էլի գործում է։ Իմիջիալոց ես ձեր մոտ էլի մի քանի անգամ ասել եմ, որ Իրանում այդ պետական համակարգը շատ սկուռ է, բավականին դժվար է դա, այսպես ասեմ, ներսից եւ դրսից քանդել։ Ամեն մեկը գիտի իր անելիքը եւ ամեն սպանված
պաշտոնյանին միանգամից գալիս է փոխարինել մեկ այլ պաշտոնյան եւ համակարգը չի փլուզվում։ Հիմա Թրամփը չի բացառել ամերիկյան ցամաքային զորքերի ներգրավումը, սա ինչ կնշանակի եւ ինչ հետաքրքիր է եվրոպական երկրների կամ ընդհանուր Եվրոպայի դիրքորոշումը, դիրքավորումը այս հարցում։ Ես սա քարոզչական բնույթի հայտարարություն եմ անում, իրականում ցամաքային օպերացիան Իրանի դեմ հղի է լուրջ վտանգներով, կործանարար վտանգներով։ Այս առումով եթե հանկարծ ամանասես բաներ շատ ծանր գին է վճարելու։ Որտեւ Իրանի բանակը մինչև 1 միլիոնի կարող է հասնել, 90 միլիոնանոց երկիր է։ Եվ այդ 1 միլիոնի դեմ ինչքան մարդ պիտի բերի ԱՄՆ-ն։ Բնականաբար սա ոչ Իրաք է, ոչ էլի Վենեսուելա, որ մտնեն մի քանի օրում հարցերը լուծեն։ Ցամաքային պատերազմը, ցամաքային արձակումները բնականաբար շատ ավելի զոհեր են բերում, քան օդային հարվածները։ Այստեղ արդեն սա միանշանակ է եւ եթե գնան այս քայլի շատ ծանր գին է վճարել եւ ես կարծում եմ այդպես չի լինի, ԱՄՆ-ն չի գնա այդ քայլին, դա ուղղակի քարոզչական բնույթի հայտարարություններ Թրամփի կողմից։ Եվրոպական Ինչ վերաբերում է եվրոպական երկրները այս բան չեն ուզում ներքաշվել պատերազմի մեջ, որովհետեւ նախ իրենք այս բան շատ մեծ գխացավանք ունեն Ուկրաինային են ամեն կերպ փորձում օգնել եւ չունեն այդ հնարավորությունը երկու ճակատով, այսպես ասեմ, եւ Ուկրաինային եւ օգնել եւ Իրանի դեմ պատերազմ մղան։ Այսօր Ուկրաինայի դեմ պատերազմը իրականում Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը Եվրոպային շատ մեծ, այսպես ասեմ, Եվրոպայից մեծ ռեսուրսներ է խլում։ Եվ իրենք չեն կարող այլ ռեսուրսներ տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար։ Նույնիսկ այսօր կամ 3, չեմ հիշում, Թրամփը Sun 13 տված հարցազրույցում բողոքել էր, որ Մեծ Բրիտանիան իր ռազմաբազաները չի տրամադրել ԱՄՆ-ին Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար։ Իսկ Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակիցն է եղել երկար տարիներ։ Սա ցույց է տալիս, որ եվրոպական կողմը չի ուզում ներքաշվել պատերազմի մեջ, չնայած այսօր տեղեկատվություն ստացվեց, որ իրենք որոշակի ստորաբաժանումներ կուղարկեն Կիպրոս, հոբ համակարգեր, նավեր, որպեսզի Կիպրոսին պաշտպանեն, բայց այսպես ուղղակիորեն ներքաշվել պատերազմի մեջ իրենք չեն պատրաստվում ակնհայտորեն։ Պարոն Վարդանյան, Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է խթանել միջուկային զենքի ստեղծման ուղղված ջանքերը եւ ոչ միայն Իրանում, հայտարարել է Լավրովը, նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի ԱՄՆ-ի դեմ Իրանի վրա հարձակման համար, որպես դաշնակից ինչպես է գնահատում Ռուսաստանի գործողությունները, հայտարարությունները։ Ռուսաստանը նախ երբեք լավ դաշնակից չի եղել, սա մեկ եւ հիմա նաեւ ուղղակի իմպոտենտ է դառել, այսպես ասեմ, անկարող պաշտպանելու իր դաշնակիցներին կամ որևէ բանով օգնելու։ Ինքը Ռուսաստանն ինքը օգնության կարիք ունի։ Այսինքն առավելագույնը այսպիսի հայտարարություններ կարող են անել։ Այո, իմ կարծիքով նաև դրա համար էր, երբ որ նախորդ տարի ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրվեց Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, այնտեղ ռազմական փոխօգնության բաղադրիչը հանվել էր։ Պարտադիր պայման չէր, եթե կողմերից մեկի վրա հարձակվեին, մյուսը պարտավոր լինելու միջամտել եւ օգնել մյուսին։ Այդպիսի կետ չկար այդ համաձայնագրում նախորդ տարի կնքված։ Եվ ես կարծում սա հենց առաջին հերթին ռուսական կողմի նախաձեռնությունն իրենք գիտեին, որ Իրանի դեմ վաղ թե ուշ նոր ռազմական կամպանիա է լինելու եւ իրենք չեն կարողանալու այդպիսի օգնություն ցուցաբերել Իրանին եւ զերծ մնացել այդ կետից, փոխօգնության կետից։ Պարոն Վարդանյան, այս իրավիճակի ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են իրականացնել մարզային այցելություններ, ներկուսակցական քարոզարշավ, դրա համար կա քննադատություն, որ ինչով եք զբաղված, երբ հարևան Իրանում պատերազմ է, հետո եղավ անվտանգության խորհրդի նիստ, որն արձանագրեց, որ կարծես թե այս պահին մեր երկրի համար լուրջ վտանգներ չկան, իսկապես մենք այդքան մտահոգվելու բան չունենք։ Այս բան չունենք, ես ձեր մոտ եմ ասել մի անգամ, որ Ադրբեջանի զսպող ուժը ոչ թե Իրանն է, այլ ԱՄՆ-ն, Հայաստանի հետ կապված։ Եվ այն ժամանակ ձայներ կային, տեսակետներ կային, որ եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, Ադրբեջանը օգտվելու է առիթից եւ հարձակվի Սյունիքի վրա։ Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ Արևմուտքը շատ միանշանակ, շատ պարզ Ադրբեջանին ասել է, որ Հայաստանի դեմ պատերազմը, Հայաստանի դեմ ագրեսիան ծանր գին է արժանանալու նրան։ Եվ դրա համար Ադրբեջանը չի կարող այդպիսի քայլի գնալ, կամ էլ եթե գնա ծանր գին է վճարել, այսպես ասեմ։ Եվ հիմա տեսնում ենք, որ այո, որևէ նախանշան չկա, որ
Ալիևը, Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծել։ Իսկ իշխանությունների բուն գործունեության առօրյայի հետ կապված դուք ինչ որ դիտարկումներ Դա քննադատություն նորմալ է, ունեք։ չէ, քննադատելու բան ես չեմ էլ տեսնում այստեղ, իսկ ինչ պիտի անեն, կներեք։ Պերաշկի ուտելն էին սարքել։ Լավ, ասենք պերաշկի չեն ուտում, գնում են կառավարական, այսպես ասեմ, իրենց շենքերում նստում են, դա ինչ որ բան է փոխելու։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Իսկ այս շրջանում այս փուլում ներկուսակցական այս քարոզարշավը նորմալ է։ Դե ընտրությունների մի քանի ամիս է մնացել, 3 ամիս է մնացել, իհարկե նորմալ է։ Եվ քաղաքական դաշտը փորձեք վերլուծել, ինչ կարող եք ասել այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող ուժերի հետ կապված։ Հետաքրքիր կոնֆիգուրացիաներ են ստեղծվում մեր քաղաքական դաշտում, միավորումներ են տեղի ունենում։ Բավականին անկանխատեսելի ընտրություններ են լինելու իմ կարծիքով, չնայած իշխանությունը նաև այսօր Ալեն Սիմոնյանն է շատ ինքնավստահ ասում, որ հաղթելու է, ես այդքան էլ վստահ չեմ։ Ամենայն դեպս իմ շփումները հասարակ քաղաքացիների հետ, բնակչության հետ չեն վկայում այն մասին, որ ԿՊ-ն այսպես բացարձակ հաղթանակ է տանելու շատ ինքնավստահ։
Բավականին շատ են նաև դժգոհություններ այս իշխանության նկատմամբ եւ ես կարծում եմ, որ նաև դրանով էր պայմանավորված իշխանությունների կողմից կենսաթոշակը 10,000 դրամով բարձրացնելու հապճեպ որոշումը։ Իսկ դա չնախատեսված որոշում էր, նախորդ տարվա վերջում, երբ որ պետական բյուջեն, այսպես ասեմ, ընդունում էին, այն ժամանակ որևէ կետ չկար, որ թոշակները բարձրանալու են, ավելին իշխանություններն ասում են, որ դա նախատեսված չէ։ Իմ կարծիքով իրենք հիմա այս վերջին շրջանում ինչ որ հարցումներ են անցկացրել։ Շոշափեցին։ Տեսել են, այո, տրամադրությունները շոշափել են եւ որոշեցին այսպեսի քայլի գնալ։ Սա նախատեսված չէր ակնհայտորեն եւ սա ակնհայտորեն Խախտում է։ Չէ, խախտում Ընտրակաշարք չէ, չէ, սա ընտրակաշարք չէ։ Բա ինչ է։ Սա, այսպես ասեմ, նախընտրական քայլ է, այսպես ասեմ, որը որ նպատակ ունի բարձրացնելու իշխանության վարկանիշը։ Դուք համաձայն չեք, որ ընտրակաշարք չէ, բայց արդյոք անհավասար պայմաններում չեն մրցելու հատկապես այն ուժերը, որոնք ի տարբերություն անգամ ընդդիմադիր դաշտում եղածների, հայտնի ընդդիմադիրների, չունեն մեդիա ռեսուրս, չունեն ֆինանսական ռեսուրս։ Գիտեք ինչ, ընդդիմադիր դաշտում այսօր կան ուժեր, որ ավելի շատ փող ունեն, քան ԿՊ-ն, եւ ավելի շատ ռեսուրս։ Հենց դա եմ ասում, նրանց եւ իշխանության ֆոնին եւ նրանց եւ իշխանության հետ այդ մրցակցային պայմաններում ես այլ ընտրանքային նոր ուժերի մասին եմ ասում։ Սա արդյոք անհավասար պայմաններ չեն այդ ուժերի համար։ Դե կներեք էլի, միշտ էլ անհավասար են լինելու այդ առումով պայմանները։ Իսկ ով է ասել, որ բոլորը հավասար ստարտային հնարավորություններ են ունենալու։ Դա այդպես չի, ու այնպես չի, որ միայն մեզ մոտ է այդպես։ Մենակ Գերմանիայում էլ կան բազմաթիվ փոքր կուսակցություններ, շատ փոքր կուսակցություններ կան, որոնք մասնակցում են ընտրություններին, ոմանք հաղթահարում են նախընտրական բարիերով, ոմանք ոչ։ Բայց նաև այնտեղ կա երկու խոշոր հզոր կուսակցություն, քրիստոնեա-դեմոկրատներն եւ սոցիալ-դեմոկրատները։ Այնտեղ այդ առումով բան չի փոխում։ Այդ երկու ուժերը միշտ այսպես կայուն մեկն է իշխանության գալի կամ մյուսը, կամ էլ լինում է նաև այնպես, որ երկուսով են որոշում համատեղ կառավարություն կազմել։ Այնպես որ, այո, փոքր ուժերը այս Հայաստանում ոչ հավասար ստարտային պայմաններ ունեն, բայց նրանք էլ կարող են փորձել այդ բացը լրացնել միավորումների տեսքով։ Տարբեր ուժեր, երբ որ կարողանան միավորվել, նրանց հնարավորությունները կավելանա եւ կարող են արդեն մտածել ազգային ժողովի շեմը հաղթարելու մասին։ Իսկ ինչ է կարծում իշխող ուժը դաշտում եղած ուժերից ումից է ավելի մեծ վտանգ։ Դե կարծում եմ Սամվել Կարապետյանի ուժից է վտանգ տեսնում եւ իրենց քննադատության հիմնական թիրախն էլ հենց այդ ուժն է եւ դա բնական է որտեղ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը առաելի ֆինանսական եւ այլ ռեսուրսներ ունի եւ այդ առումով ցանկացած իշխանության համար նա գլխացավանք է լինելու որտեղ առաելի գումարներ են ծախսում, մեծ, այսպես թիմ են ստեղծել, տարբեր։ Բայց իրենք ունեն խնդիր, չէ, իրավական առումով գրանցվելու հետ կապված կարող են ասում են առաջանալ, նաև հենց Սամվել Կարապետյանի անձը Կարծում եմ ընտրություններին կմասնակցի ուժը, որևէ խնդիր չի ունենա, բայց Սամվել Կարապետյանին չեն գրանցի։ Քաղաքական ուժը կմասնակցի, բայց Սամվել Կարապետյանը ոչ։ Այդ դեպքում ինչ սցենար սպասել։ Սցենարները ասել են, իրենք էլ են շատ բարձ ասել են, անկեղծ։ Իրենք նպատակ ունեն գան ազգային ժողով, այնտեղ մեծամասնություն կազմել սահմանադրության, չեմ հիշում որ կետներ փոխեն, որը որ խնդրահարույց է Սամվել Կարապետյանի վարչապետ նշանակելու համար։ Եվ այդ այնուհետև այնպիսի պայմաններ ստեղծում, որ Կարապետյանը դառնա վարչապետ։ Երբ ասում եք ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունի եւ դա կարող է ազդել, այսինքն ինչպես է դրսևորվելու այդ ֆինանսական ռեսուրսի ազդեցությունը։ Ընտրակաշարքներ է։ Չէ, ընտրակաշարք չէ։ Ինչ եք դուք տեսնում այդ հնարավոր։ Գիտեք ինչ, ընտրությունները դա միայն մեզ մոտ էլ չէ, տեսնում եք ամբողջ աշխարհում այսօր ովքեր լավ գումարներ են ծախսում, նրանք միշտ այսպես ասեմ շատ ձայներ են հավաքում։ Ու դա միայն մեզ մոտ չէ։ Միլիարդավոր դոլարներ ԱՄՆ-ում դեմոկրատները եւ հանրապետականները ծախսում են։ Եվ դա միայն պարտադիր չի որ լինի ընտրակաշարքի տեսքով։ Դրա միջոցով կարող են բազմաթիվ կողմնակիցներ հավաքել, բազմաթիվ, այսպես ասեմ, տարբեր ռեսուրսներով ընտրողներին իրենց կողմը ներքաշեն։ Ձևերը շատ են։ Դա պարտադիր չի որ միայն ընտրակաշարք լինի։ Շտաբեր բաց են, նա տեսնում ենք ամեն թաղամասում 3-4 հատ շտաբ է բացել Սամվել Կարապետյանի ուժը։ Այդ շտաբերում աշխատում են մարդիկ։
այդ մարդիկ բնականաբար արդեն պարտավորված են լինելու իրենց ձայնտան այդ ուժին։ Հազարը մի ձև կա։ Իսկ այստեղ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ուժերը ինչպես պետք է դիրքավորվեն, որ կարողանան իրենք էլ լուսանցքից դուրս չհայտնվել։ Դե կարծում եմ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը այս պայն լուրջ խնդիր ունի ազգային ժողովը հաղթարելու համար, շատ լուրջ խնդիր ունի։ Քոչարյանը կանցնի իմ կարծիքով, իմ կանխատեսմամբ Քոչարյանի ուժը կանցնի, բայց իհարկե նախորդ 2021 թվականի ընտրությունների ձայները չի ունենա։ Եթե այն ժամանակ 21% հավաքեցին, հիմա կնայտորեն շատ ավելի փոքր թիվ են հավաքելու եւ շատ ավելի փոքր ներկայացվածություն են ունենալու ազգային ժողովում։ Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում ես վստահ չեմ, որ իրենք ընդհանրապես կանցնեն ազգային ժողով։ Ամփոփելով մեր հարցազրույցը, պարոն Վարդանյան, Հայաստանի գործող իշխանությունը միշտ հպարտացել է, միշտ դա այսպես ասած անընդհատ դրա մասին խոսել է, որ Հայաստանում ժողովրդավարություն է, որ նախկին տարիների համեմատությամբ Հայաստանում այսպիսի ժողովրդավարության մակարդակ չի եղել, ինչպես հիմա է, բայց այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական այդ ցանկում, ցուցակում Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Բելարուսի հետ միասին։ Սա ինչ է նշանակում, սա ինչի վկայություն է։ Հետնահանջ ենք մենք ապրում եւ դա ինչով է պայմանավորված արդյոք բացերով իշխանության։ Որոշակի նահանջ կա իհարկե ժողովրդավարությունից եւ նաեւ այլ ռեյտինգներն են, այլ ինդեքսներն են այդ մասին ասում, գիտենք որ կան տարբեր ինդեքսներ, այդ թվում նաեւ ժողովրդավարությունը չափող եւ Հայաստանը որոշակի նահանջ կատարել է իհարկե։ Ցավալի է դա, թե ինչու է իշխանությունը գնում այդ քայլին, մի քիչ դժվար է ասել, իմ կարծիքով 2021 թվականից հետո իշխանությունը մի քիչ ավելի հորի բաներ սկսեց անել։ Ինչու՞, ինչու դուք չունեք պատասխան։ Ունեմ իմ պատասխանը։ Այն ժամանակ մինչև 2021 թվականը իրենք շատ ավելի ժողովրդական էին, շատ ավելի ժողովրդավարական էին եւ ժողովրդական։ Երևի մտածեցին, որ դե եթե պատերազմից հետո, այս ծանր արարողություններից հետո բնակչությունը իրենց 51% ձայն է տալի, իրենց կարելի է շատ բաներ անել, որը որ նախկինում չէին անում։ Սա իմ պատասխանը, որովհետեւ այն ժամանակ օրինակ շատ ավելի հանդուրժողական էին տրամադրված իրենց ընդդիմախոսների նկատմամբ, բայց այսինքն գիտեք ինչ նկատի ունեմ։ Այն ժամանակ օրինակ իրենց կարող էին շատ հարցերում հայհոյել եւ անցնեն գնա, որովհետեւ բան չունի։ Հիմա տեսնում ենք որ որոշ հայհոյողներին ձերբակալում են, բանտերն են նետում եւ այլն եւ այլն։ Իհարկե սրանից չեմ գնում այն եզրակացության, որ դեպի այսպես բռնապետական ռեժիմ ենք հետում, բայց իհարկե որոշ գործողություններ իշխանության որոշ գործողություններ խնդրահարույց են։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի իրանագետ քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։